Բարև ձեզ, հարգելի հարազատներ, բարև ձեզ ազգ, բարև ձեզ հայրենիքի ցավով, հոգսով մտահոգված ժողովրդին։ Ճիշտն ասած, այսօր նորից ուզում եմ մի կարճ տեսանյութ հրապարակեմ, խոսքս ուզում եմ ուղղեմ հավատացյալ համայնքների ժողովրդին, որ նրանց միշտ ասել են դուք արդեն ձեր ընտրությունը կատարել եք, ձեր ընտրությունը Հիսուս Քրիստոսն է եւ դուք աշխարհի մեջ ընտրությունների մի մասնակցեք։ Այսպիսի խաբեություն է տեղի ունեցել ավելի քան 35-40 տարի մարդկանց համոզել են եւ խաբել են, որպեսզի ընտրությունների չմասնակցեն։ Գիտեք, ընտրությունը դա տիրոջ ընտրություն չի, ընտրությունը դա Աստծո ընտրություն չի, այս ընտրությունների մասին է խոսքը։ Բոլոր կուսակցությունները ներկայանում են իրենց ծրագրերով, ընդամենը դու այդ ծրագրին համաձայնություն պիտի տաս։ Այսինքն մարդը ծրագիր է ներկայացնում, ես տնտեսությունը հզորացնելու եմ, բանակը հզորացնելու եմ, չգիտեմ, տարբեր տեսակի խոստումներով, որ սա կանենք, կկառուցենք աշխատատեղեր, ասֆալտ կփռենք, այս կանենք, այդ դեպքում դու չես գնում ընտրության ասֆալտին կամ աշխատատեղին կամ բանակին քեզ որպես Տեր հռչակես։ Այո, դու ընտրել ես Հիսուս Քրիստոսին որպես Տեր, Հիսուս Քրիստոսը իմ Տերն ու Փրկիչն է, իմ համար զոհ եղածն է, ինձ կյանք, հավիտենական կյանք խոստացողն է, ես այլ Տեր չեմ փնտրում։ Բայց այս ընտրությունը սա համաձայնության քվե է, դու գնում ես ընտրատեղամաս, քո համաձայնություն տաս այս կամ այն կուսակցությանը, որպեսզի նա գա իշխանության եւ Հայաստան աշխարհի բարեկեցությունը, ասեմ, չգիտեմ, տնտեսության զարգացումը, անվտանգության երաշխավորը լինելով հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչու՞ չէ համայն հայության աշխարհով մեկ սփռված, որտեղ որ հայ կա, պետությունը նրա մասին հոգ պիտի տանի։ Ընդամենը սա է ընտրությունը։ Ձեզ միշտ անգամ խաբել են ու հիմա էլ խաբում են ու շատ հավատացյալներ կան, որ ասում են մենք ընտրության չենք մասնակցում, մենք չենք գնում, մենք մեր ընտրությունը կատարել ենք, Տերն է մեր ընտրությունը, այսինչ խաբկանք, այսինչ երազախաբություն է ձեր հանդեպ։ Եթե հիշում ենք հին ուխտի ժամանակ ովքեր էին թագավոր ընտրում, մարգարեն, եթե կա ձեր մեջ մարգարե, օծեք թագավորին ձեր, գնացեք ու օծեք, գնացեք ու ձեր ձայնով, ձեր քվեով օծեք այդ թագավորին, որպեսզի այդ թագավորը Աստվածանից վերցնի իմաստություն եւ իմաստությամբ կառավարի այս երկիրը։ Ինչ ենք տեսնում մենք 35 տարի դուք չմասնակցեցիք ընտրության, ավելի քան 100,000 հավատացյալներ կան, այսպես ասած, այն անուն ունեցող եկեղեցիների, դուք չեք մասնակցում ընտրությանը եւ ձեր չմասնակցելով սատանայի ծառաներն են գալիս եւ թալանում են ձեզ, գողանում են քո կյանքը, գողանում են քո երեխային, պատերազմներ են հրահրում եւ քո զավակն է, քո չքվյարկելով քո զավակն է զոհվում։ Դրա համար սիրելի հավատացյալ, սիրելի քրիստոնյա, սիրելի ազգ, դու պարտավոր ես գնաս ընտրատեղամաս եւ մասնակցես քվյարկության, այսինքն քո համաձայնությունը տաս ինձ, օրինակի համար, քո համաձայնությունը տաս ինձ, որպեսզի ես աստվածային իմաստությամբ կարողանամ շարժվեմ պետությունը այս հավերքից հանելու։ Քո չմասնակցելով դու ջուր ես լցում սատանայի ջրաղացին։ Այս կանը մնաք խաղաղությամբ, մտածում եմ, թե դուք հասկացաք ես ինչ եմ ասում եւ ուզում եմ խնդրեմ բոլորին, որ տարածեն, որ այս խոսքը հասնի մարդկանց մտքերին, որտեղ Աստվածաշնչում գրված է հավատքը լսելուց է, լսելը խոսքից։ Հիմա ես ձեզ ասում եմ, այս խոսքը որ հասնի ձեր մտքերին, որ դուք ոչ թե գնում եք ընտրատեղամաս ձեզ Աստված ընտրելու, ձեզ Տեր ընտրելու, այլ գնում եք համաձայնության տալ այն ծրագրին, որը ներկայացնում է ինչ որ քաղաքական ուժ։ Թող Աստված օրհնի ձեզ եւ ես խնդրում եմ Աստվածանից, որ իմաստությամբ լցնի ձեզ, գնաք տեղամաս եւ ձեր ձայնը տաք այն ուժին, ով քեզանից մեկն է, ով քո տիրոջից ծնված է, ով Աստվածանից ծնված է։ Մնաք խաղաղությամբ, Աստված օրհնի ձեզ։